Մենք շատ ենք խոսում կատարյալ նվիրված քրիստոնյաների մասին։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք չեն, որ ցատկում են համերգների ժամանակ։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք չեն, որ հագնում են քրիստոնեական վերնաշապիկներ։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք են, որ հարգում եւ պատվում են իրենց ծնողներին, անգամ երբ իրենց ծնողները սխալ են։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք են, եւ սա ձեզ կբարկացնի։ Ու ես խոսում եմ եւ տղաների եւ աղջիկների մասին։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք են, որ չեն հագնվում անպարկեշտորեն ցուցադրելով իրենց մարմինները։ Եթե քո հագուստը ընդգծում է քո երեսը, ուրեմն Աստծուն հաճելի է քո հագուստը։ Եթե քո հագուստը ընդգծում է քո մարմինը, դա անպարկեշտ է եւ Աստված ատում է քո արածը։ Բոլորը ուզում են խոսել Մարգարեի մասին, բայց ոչ ոք չի ուզում լսել նրան։ Ես խոսում եմ քրիստոնեության մասին։ Ես անցկացրել եմ իմ կյանքը ջունգլիներում։ Ես անցկացրել եմ իմ կյանքը սառչելով սարերի մեջ։ Ես տեսել եմ ինչպես են մարդիկ մեռնում։ Փոքր տղայի մուսուլմանները կրակել էին 5 անգամ նրա փորին եւ թողը նրան ճանապարհի վրա։ Միայն նրա համար, որ նա ասել էր. «Ես շատ եմ վախենում, բայց ես չեմ կարող ուրանալ Հիսուս Քրիստոսին։ Խնդրում եմ, մի սպանեք ինձ, բայց ես չեմ ուրանա Հիսուսին»։ Նա մահացավ իր լճացած արյունի մեջ։ Եվ դուք խոսում եք կատարյալ նվիրված քրիստոնյա լինելու մասին, որովհետև դուք քրիստոնեական վերնաշապիկ եք հագել, կամ որ կոնֆերանս եք գնացել։ Ես խոսում եմ սրբության մասին, ես խոսում եմ աստվածապաշտության մասին։